Ես չէի ուզում խոսել այս մասին, շատ թեթևակի խոսեցի իմ անցած վիդեոների մեջ, բայց ինչպես տեսնում եմ համացանցում անընդհատ պտտվում են խոսակցությունները այս թեմայի շուրջ և ձեզ կասեմ իմ կարծիքը։ Վարչապետի ասածը շատ ծայրահեղ, անպատշաճ, վիրավորական արտահայտություն է, դա չի սազում երկրի ղեկավարին։ Պաշտոնյաներից ակնկալվում է, որ նրանք պահպանեն արժանապատիվ խոսք և պահվածք, որը, ինչպես գիտենք, գոյություն չունի մեր ազգային ժողովում, ոչ էլ վարչապետի պահվածքն է արժանավայել։ Եվ նման լեզվով խոսելը վնասում է պաշտոնի լրջությանը և խորացնում է հասարակության բևեռացումը։ Եթե կաթողիկոսը պետք է կույս լինի, այս արտահայտությունը կարծում ես պահանջ է բարոյական և հոգևոր մաքրության, ճիշտ է։ Եթե վարչապետը կարծում է, որ կաթողիկոսը ունի սիրուհի, երեխա և այլը, ապա նման լուրջ մեղադրանքները պետք է ներկայացնեն ապացույցներով և օրինական ճանապարհով, ոչ թե հրապարակային վիրավորանքներով, ոչ թե հրապարակումներով։ Հոգևորականները նույնպես, ինչպես բոլորը մարդիկ են, և արժանի են հաշվետվողականության և արդար, զսպված ընթացքի։ Սա պարզապես անձնական վիրավորանք չէ։ Սա արտահայտում է Հայաստանում առկա լուրջ քաղաքական, կրոնական լարումները։ Հայ առաքելական եկեղեցին ունի մեծ խորհրդանշական և մշակութային դեր։ Կառավարության և եկեղեցու միջև այս բաց հակասությունները կարող են հասարակության մեջ առաջացնել բևեռացում և լարվածություն։ Ուրիշ երկրների առաջնորդները աշխատում են լարվածություն չլինի, մեր երկրի այսպես կոչված ճակերտներով առաջնորդը արհեստականորեն առաջացնում է լարվածություն և պառակտում։ Այսպիսի արտահայտությունները վարչապետի կողմից անպատասխանատու են, անպարկեշտ են և վնասակար և չի համապատասխանում ազգային ժողովի էթիկայի կանոններին և ընդհանրապես վարչապետի պաշտոնին։ Քաղաքական և կրոնական առաջնորդները կարող էին իրենց խնդիրները լուծել երկխոսությամբ, ոչ թե հրապարակային վիրավորանքներով։ Եթե կան լուրջ կասկածներ կոռուպցիայի, բարոյալքված վարքի մասին, այս հարցերը պետք է բարձրացվեն թափանցիկ և հարգալի ձևով։ Հայ ժողովրդի համար նման տեսարանները, հատկապես ղեկավարների կողմից, կարող են լինել վիրավորական և հիասթափեցնող։ Հարգելիներս, երբեմն իրականությունը խոսում է ավելի բարձրաձայն, քան ցանկացած քաղաքական քարոզ։ Եվ երբ նայում ենք մեր երկրի ղեկավարությանը, տեսնում ենք մի հեգնական պատկեր, որը արժանի է ոչ թե հիացմունքի, այլ լուրջ մտահոգության։ Հեգնանքը, իրոնիան այն է, որ մեր վարչապետը, ով փորձում է ցույց տալ արժեքները, իր ընտանիքի օրինակով չի ներկայացնում այն ամենը, ինչ մենք որպես ազգ դարեր շարունակ պահել ենք որպես սրբություն։
Նա ապրում է կնոջ և երեխաների հետ առանց օրինական ամուսնության։ Եվ այդ նույն կինը պետական միջոցներով ուղեկցում է նրան տարբեր արտասահմանյան այցերի և ներկայացվում որպես առաջին տիկին։ Հիմա դա օրենքների խախտում այստեղ ոչ մի բան չեք տեսնում, ոչ մի անօրինաչափ բան չեք տեսնում, մի մարդ, որ արժեքներից է խոսում, ազնվությունից, և այս կինը և քարոզում է նա կրթության նորաձևության մասին։ Այսինքն հայտնագործել է մի բան, որը հայ ժողովուրդը վաղուց գիտեր։ Միգուցե այս իր հայտնագործած գյուտը ադրբեջանցիների մակարդակի համար էր, որովհետև այնտեղ միգուցե պակասում են կրթված մարդիկ, խելացի մարդիկ, և այնքան էլ մոդայիկ չի եղել ուսում ստանալը, միգուցե Միհրաբանն է հուշել այդ մասին, բայց նա խոսքը վերաբերել է ադրբեջանցիների մասին, սա էլ կոպիա է արել այդ գաղափարը և աշխատում է այդ միսիան տարածել Հայաստանում։ Հայ ընտանիքները ամենաաղքատները նույնիսկ իրենց երեխաներին ուղարկում էին ինստիտուտ, համալսարան և այլը, տալիս էին վերջի կոպեկը, տալիս էին, որ կրթություն ստանա։ Շատերը չէին աշխատում իրենց դիպլոմներով, բայց գիտենք, որ համարյա թե բոլորը ձգտել են տալ բարձրագույն կրթություն իրենց երեխաներին։ Միայն այն մարդիկ, որ իրոք չեն կարողացել դա վճարել, դե կաշառքով էր ընդունելության քննությունը, ամեն մարդ չէր կարող։ Հիմա էլ տեսնում եք ինչ գներ են և այլը, որոշել է մեզ սովորացնել, երբ որ սա եղել է ամենատարրական սովորույթներից մեկը մեր ժողովրդի մեջ։ Ինչքան ցավալի է, որ չգիտես որտեղից է դուրս եկել և լող է սովորացնում։ Մի խոսքով այդ ավանդույթը մեր գենետիկական կոդի մեջ էր, առանց այն էլ։ Եվ հեգնանքը այստեղ ավելի խորը, գիտեք ինչի մեջ է, որ վարչապետն ինքը չի ավարտել համալսարանը, թերևս այդ տիկինը պետք է իր ամուսնուն ասեր, գնա սովորիր, կրթությունը նորաձև է, գնա սովորիր էթիկա, քաղաքավարություն, պատասխանատվություն, որ քեզ պետք կգա քո ելույթներում, պահվածքներում, միջազգային հանդիպումներում։ Չէ՞ որ ոչ մի էթիկայի կանոն, նիստ ու կացը, ամեն ինչը, խոսելաձևը չի համապատասխանում վարչապետի պաշտոնին, և քանց թե գնաք ու ազգին ասեք կրթվեք, միգուցե ինքներդ ձեզնից սկսեք։ Հապա ինչպես կլիներ, եթե ասեինք մենք ձեզ էթիկան նորաձև է, գնացեք էթիկայի կարգ ու կանոնները սովորեք, քաղաքավարությունը նորաձև է, սա էլ իմ կողմից փեշքեշ ջրի, դասընթացների համար ես 1 միլիոն դրամ չեմ վերցնում, քաղաքավարությունը ջրի է, կարող եմ դասավանդել։ Աննա Հակոբյան, միգուցե ցանկանաք նստել այդ դասերին, կամ միգուցե դուք ինքներդ կազմակերպեք նման դասեր, բայց առաջինը ձեր իսկ ամուսնու համար։ Վարձեք ուսուցիչ, դա դժվար չէ։ Վարձեք և սովորեք ինչ է քաղաքավարությունը և այդ վուլգար արտահայտությունները, որ ձեր ամուսինը անում է, թե գրելով, թե ազգային ժողովում, դա տարրական քաղաքավարության նորմերի խախտում է, սա էլ մեղմ ասած։ Մենք սպասում ենք մի առաջնորդի, որ կլինի օրինակ, իր բարոյական արժեքներով, ընտանիքի նկատմամբ հարգանքով, խոսքի մշակույթով և վարքով։ Ոչ թե, որ այնպիսի մեկը, որ կվիրավորի հոգևորականներին,
ոչ թե այն մեկը, որը պահվածքը պատիվ չի բերում պետությանը։ Ժողովուրդը չէ, որ աչքեր ունի, ականջներ ունի եւ տեսնում է այս ամենի հեգնանքը ինչի մեջ է։ Չէ որ բոլորը խոսում են այդ մասին։ Ինչու եք կարծում բոլորը հարիվներ են, դուք էլ ամենահասկացողն եք։ Եվ այն մասին, որ ասում եք, բոլորը արդեն լավ են ապրում, 50% թե ավել, եւ միայն այն մարդը, որը կրթություն չունի, ինքն է մեղավոր, եթե իր աշխատավարձը ցածր է, ինքն է մեղավոր։ Երևի Հայաստանի 90%-ը ունի կրթություն։ Լավ, բերեք ասենք 50-70%-ը։ Բայց աշխատավարձերը շատ ցածր են բոլորինն էլ իրենց մասնագիտությամբ աշխատելիս։ Ձեր ասածի տրամաբանությամբ ուրեմն պետք է մտածենք, որ եթե ասում եք պետք է աշխատավարձը բարձր լինի եւ դուք լավ կապրեիք, եթե ունենայիք կրթություն, բայց այդպես չէ, դա նշանակում է, որ շատ ցածր աշխատավարձեր եք տալիս եւ նույնիսկ կրթությամբ մարդիկ չեն ստանում բարձր աշխատավարձ, դա նշանակում է, որ ձեր աշխատանքային քաղաքականությունը նույնպես ձախողվել է, չէ որ ինքներդ եք ասում։ Կրթված մարդը պետք է որ լավ ապրեր, պետք է որ բարձր աշխատավարձ ստանար։ Դուք չեք սահմանում այդ չափերը։ Ուրեմն զլացել եք, ուրեմն չեք արել։ Հիմա ում եք մեղադրում։ Այսինքն դուք ինքներդ հայտարարություն արեցիք ձեր հանցագործության մասին, դա է դուրս գալիս։ Եթե դուք նայեք իմ անցած վիդեոները, կտեսնեք, որ ես 2 հատ վիդեո կա տեսահոլովակ, որտեղ ես ինքս եմ քննադատել եկեղեցու վարքը, բարքերը եւ շատ այլ բաներ։ Նայեցեք ինքներդ եւ կտեսնեք, որ ես նրանց կողմնակիցը չեմ ու պաշտպանը։ Եթե ես վատ բաներ տեսնում եմ եկեղեցու մեջ, նրանց էլ եմ քննադատում։ Ում շուրջը ես նկատեցի, որ սխալ են վարվում, պետք է ասեմ, բայց այստեղ այսօր հարցը այն չի, թե ես եկեղեցուն կամ նրա որոշ հոգևորականների հարգում եմ, սիրում եմ, չեմ սիրում, դա բոլորովին կապ չունի այս հարցի հետ։ Եվ այն էլ ասեմ, որ ես բոլորովին մտահոգված չեմ, ով է քնում սրբազանի հետ, կաթողիկոսի հետ, ինչ են անում իրենց անձնական կյանքում։ Ես երբեք չեմ եղել այն մարդը, որ հետաքրքրվեմ ինչ որ մեկի անձնական կյանքով։ Անձնականը մնում է անձնական։ Ինձ նույնիսկ հետաքրքիր չէ։ Ոչ, եթե նույնիսկ իմ շուրջը ուրիշները խոսում են, ես նույնիսկ չէի էլ նայում, որ այդ աշխատում էի բոլորովին չնայել այդ տեսնում էի ինչ են պատասխանել եւ այլը վերնագրերը գալիս էր YouTube-ում, չէի բացում, որ տեսնեմ ինչ է կատարվում, ով ինչ ասաց, ինչպես է շարունակվում այս զրույցը, որովհետեւ այնքան զազրալի ու կեղտոտ է, որ ես նույնիսկ չէի էլ ցանկանա սրա մեջ մտնել։ Բայց ես կարծում եի, որ սա մի թեթևակի կասվի, կանցվի, կգնա, նրանք կպատասխանեն կամ չեն պատասխանի եւ այլ, ընդամենը 1-2 օրվա հարց է։ Բայց քանի որ շարունակվում է, եւ ես մի բան նկատեցի, դրա համար եմ ուզում այդ մասին խոսել։ Խոսքը վերաբերվում է նրանց ներկայացրած արժեքներին եկեղեցու։ Երբ որ այս վիրավորանքները հնչում են հոգևորականների հասցեին, դա ուղղված չէ, պետք է հասկանալ, դա միայն 1 անձին, 5 անձի, միայն անձին չի վերաբերվում, նրանց չի միայն ուղղված, սա եմ ուզում հասկանալ, մտածեք այդ մասին, դա վերաբերվում է ամբողջ հոգևոր ինստիտուտին,
մեր ավանդական հավատքին, մեր ժողովրդի բազմադարյա քրիստոնեական պատմությանը։ Ինչպես գիտենք, հայ ժողովուրդը հայտնի է իր խոր հավատքով, եկեղեցու հանդեպ ունեցած հոգատարությամբ, պատկառանքով։ Նա արդեն դարձել է ազգային ինքնության հիմքը և քրիստոնեական արժեքները, և երբ երկրի ղեկավարը թույլ է տալիս իրեն վիրավորել հոգևորականին, հրապարակային, անպարկեշտ ձևով, դա արդեն ոչ թե քաղաքական խոսք է, այլ հարված մեր ժողովրդի հավատքին։ Հետևաբար սա ինձ համար հարց չէ, արդյոք կաթողիկոսը սուրբ է, սուրբ չէ, այս պահին ինձ համար այնքան էլ կարևոր չէ, որովհետև ոչ մեկի սրբությանը ես չեմ հավատում, թեկուզ և լինեն կուսակրոն, ոչ մեկի ձեռքը ես չեմ համբուրում, ոչ մեկի, այնպես ասած, սուրբ մարդիկ կային, չէ, առաջ հրաշքներ էին անում և այլը։ Ես նման մոտեցում չունեմ կաթողիկոսի կամ այլ եկեղեցականների հանդեպ, այնպես որ ինձ համար միևնույն է, դա ինչ կարևոր է, սուրբ չէ և այլը, սրբեր չկան ընդհանրապես, հասկանում եք, թող հանցագործ չլինի, թող մանկապիղ չլինի, թող հազար ու մի հանցագործություններով և այլը կաշառակերությամբ թաթախված չլինի, իր անձնական կյանքը մնացածը ինձ հետաքրքիր չէ։ Այնպես որ այստեղ հարցը ներկայացնում է մի համակարգ, մի մշակույթ, մի հավատք, որը կարևոր է մեզ համար և այդ արժեքների հանդեպ է հարձակում եղել։ Եվ իհարկե դա հնարավոր չէ և պետք չէ անտեսել։ Իմ կարծիքով հայ առաքելական եկեղեցին պետք է դուրս գա պաշտոնական հայտարարությամբ, ասի, որ հայոց եկեղեցին հնագույն քրիստոնեական հաստատություններից մեկն է և միշտ գործել է անկախ, պահպանելով իր հոգևոր առաքելությունը և կանոնակարգը, հասկանալով հասարակության մտահոգությունը և կիսում են ժողովրդի բարոյական սպասումները, սակայն եկեղեցու առաջնորդների գործունեության գնահատականը պետք է տրվի եկեղեցու ներսում կանոնական կարգերով, իրենց խորհրդի միջոցով, ոչ թե քաղաքական ճնշման տակ կամ հասարակական մեդիայի հարթակներում։ Եկեղեցու հեղինակությունը չի հիմնվում որևէ մեկ անձի վրա, այլ հավատքի, պատմության և ժողովրդի հոգևոր ժառանգության վրա։ Մենք պետք է ասի, որ չեն ընդունում և չեն ընդունի քաղաքական ուժերի միջամտությունը եկեղեցու ներքին կյանքի հարցերում։ Հավատքը չի ենթարկվում քարոզարշավի և հայ եկեղեցու արժեքները չեն որոշվում ֆեյսբուքի գրառումներով։ Իմ խորհուրդը եկեղեցուն կամ կաթողիկոսին սա կլինի. խուսափել հուզական արձագանքներից, պահպանել բարոյական բարձր դիրքորոշում։ Եկեղեցին չպետք է արձագանքի վիրավորանքներով, զայրույթով և անձնական հարձակումներով։ Այդ կերպ նա կիջնի նույն մակարդակի, ինչ որ իր նկատմամբ եղած հարձակումներն էին։ Հոգևոր հաստատությունը, նրա ուժը նրա արժանապատվության, անհրաժեշտ դեպքում լռության և խոսքի իմաստի մեջ է։ Եվ եթե որոշեն
Նույնիսկ պատասխանել պետք է պատասխանել հստակ, հարգալից ձևով։ Պետք է կաթողիկոսը կամ եկեղեցին, ով էլ դա լինի, հանդես գան մեկ ուժեղ կամ հավասարակշռված հանգիստ հայտարարությամբ, վերահաստատելու եկեղեցու առաքելությունն ու արժեքները, ասելով, որ անձնական հարձակումները արժանի չեն պատասխանին, սակայն վնասում են ժողովրդի և ազգի արժանապատվությունը։ Եվ հիշեցնեն, որ հավատը, բարոյականությունը և մշակույթը քաղաքական խաղերից վեր են։ Այնպես որ խորհուրդ կտամ չմասնակցել այս վարչապետի ստեղծած ֆեյսբուքյան խաղին օրական։ Սպասում ենք պատասխանի եւ այլը տարբերակի գրառումները այս բարբերաբար ուղղակի ուզում է հանրության խոսույթը գրավել, որ մարդիկ խոսեն այդ մասին։ Երևի պարապ է մնացել ուրիշ կարևոր գործեր չունի անելու։ Սյունիքում կրակում են, դա կարևոր չէ, բայց սրբազանների սավանները ծածանելով կարծում է, թե դա իրեն պետք է պաշտպանի։ Մի խոսքով նրա լռությունը ավելի ուժեղ, ուղերձ կարող է դառնալ, այսինքն եկեղեցու, ցույց տալով, որ ինքը քաղաքական գործիչներից հրահանգներ չի ընդունում, առավել ևս ծաղրալից սոցիալական մեդիայի գրառումներից։ Հասկացաք։ Այսինքն գործել ոչ հրապարակային և պաշտոնական ուղիներով, այլ պաշտոնական ուղիներով, օրինակ, եթե օրինակ կա լուրջ մտահոգություն կամ վիրավորանք, եկեղեցին կարող է նախաձեռնել պաշտոնական հանդիպում, օգտագործել վստահելի միջոցները հարցերը լուծելու, բայց ոչ թե հուզական ձևի և պատասխանելով ֆեյսբուքներում, դա վայել չէ։ Եվ եկեղեցին չպետք է փորձի պաշտպանել կամ արդարացնել իրեն։ Կաթողիկոսի անձնական կյանքը, եթե նա դարձել է թիրախ, փոխարենը թող նա պաշտպանի այն խորհրդանիշը, որը ներկայացնում է եկեղեցին։ Եվ կարող է ասել հետևյալը, որ հոգևոր առաջնորդներն են մարդիկ, սակայն հավատքն ու եկեղեցին ներկայացնում են ժողովրդի արժեքն ու պատմությունը, որոնք անցողի քաղաքական վեճերից վեր են։ Այդքանը միայն կասեի, ինչպես տեսնում եք, երբ որ պետք է պաշտպանել ճշմարտությունը, ես չեմ ասում նրանք սուրբ են կամ անմեղ, ոչ, այստեղ հարցը դրա մասին չէ։ Նման վեճերում ես տեսնում եմ, թե ով է սխալ, այս ամենը չպետք է նախաձեռներ, երկրի վարչապետը ինքն է սխալ, դրա համար էլ իմ ձայնը բարձրացնում եմ ի պաշտպան եկեղեցու, որ նրանք պարտավոր չեն ոչ արդարանալու, ոչ էլ ապացույցներ ներկայացնելու։ Եթե այս ամեն ինչը միայն սոցիալական մեդիաներում է, ոչ մի ապացույցներ էլ պետք չի տալ հանձնել։ Նախ վարչապետին վայել չէ առանց ապացույցների խոսալը և ասել, որ դե ապացուցիր սա, դե ապացուցիր նա։ Եթե դու ապացույցներ չունես, կասկածում ես ճիշտ ես, թե չէ, ինչպես ես քեզ թույլ տալիս նման հրապարակումներ գրել, նման մեսաժներ, այսինքն պոստեր անել, չէ որ քեզ նայելով կարող ենք օրինակ վերցնել։ Այսինքն մենք կարող ենք ոչ մի բանի ապացույց չունենալ, բայց ինչ ասես գրել, ում մասին ասես գրել, ասել ապացուցի, որ դու դա չես։ Հիմա էլ այս նոր տենդենցիան, նորաձևությունն եք ուզում գցել։ Դուք եւ ձեր կինը,
Այսինքն ես կարող եմ, այսպես ասենք, գրել Facebook-ում եւ պահանջել, որ ես կարծում եմ, որ ազգային ժողովի անդամների 90%-ից ավելի թմրամոլներ են։ Ապացուցեք, որ թմրամոլ չեք։ Ապացուցեք, սպասում եմ փաստերի։ Երբ որ բոլորդ անցնեք արյան տեստ, երբ որ ցույց տաք հրապարակայինորեն, ապացուցեք, որ դուք թմրամոլ չեք, այն ժամանակ կհավատանք։ Մինչև այդ այսպես եմ կարծելու։ Կարող եմ ասել, տվեք DNA տեստ, DNK։ Ես ուզում եմ տեսնել վարչապետը իրոք հայ է, թե չէ, որովհետև դա էլ է սահմանադրությանը չի համապատասխանում, միգուցե ինքը այլ ազգի ներկայացուցիչ է, հայ չէ եւ իրավունք չունի մեր վարչապետը լինելու։ Խնդրում եմ ապացուցիր Նիկոլ, որ դու հայ ես։ Քանի չես ապացուցել, ես քեզ հայ չեմ կարծում եւ դու իմ վարչապետը չես։ Մինչև չապացուցես։ Հիմա բերեք գրեք, ինչքան ուզում եք, ինչ ուզում եք գրեք։ Գրեք ձեր կամենտներում, էլ ինչ եք կուզեիք ապացուցվեր։ Խնդրեմ գրեք ձեր կամենտներում ձեր մտքերը։ Գիտեմ, որ տասնյակ եւ հարյուրավոր բաներ կլինի, որ դուք կարող եք պահանջել ապացուցելու, եւ եթե չապացուցեն, ուրեմն ձեր ասածը ճիշտ է։ Առայժմս այսքանը։ Ստեսություն։